Յուրաքանչյուր հայ մարդ է երկրի մեջ ունի կասկածներ։ Շենք կասկածները քաղաքական են, թե իրավական։ Ես կարծում եմ, որ քաղաքական։ Դժվար չէ այդ կասկածներով ապրել այսքան տարի։ Իհարկե դժվար է։ Իհարկե դժվար է։ Դուք շփվում եք այն մարդկանց հետ, ովքեր ձեր կասկածների տիրություն են։ Չէ, անհատների հետ կապված չէ։ Ես կոնկրետ մտածում եմ ավելի բարձր տեղերի սակարկել, մեր երկրի մեջ չկար մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբյանի իրավիճակը բարձրացնել։ Այդքան քաշեշերի հետ։ Ուրիշ բան է, որ կարողացել են ուրիշների հետ, դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել կամ, չգիտեմ, կամ նաև ձայն չհանել, լռել կամ խանգարել բացահայտ բանը։ Բայց որ ներսում ինչ-որ մեկը պատվիրել, ինչ-որ մեկը անել, դա մեծ ավելի մեծ հեռվից է գալու։ Իսկ դա դավադրություն էր կազմակերպված։ Պետական դավադրություն։ Ներկա իշխանությունը ունակ է լուծել հոկտեմբերի 27-ի այդ ամբողջ տնջուկը բացահայտել։ Ինչքան ես եմ ճանաչում ներկա իշխանությունը եւ ինչքան հետները շփվում նկատի հասկանում եմ ում նկատի ունեք դուք ինչքան հնարավորություն ունես վահի դրության բազմիցս մենք ամեն առիթով փորձում ենք այդ թեմայով այո ամեն հնարավորը գոնե մենք մեր համար ճշտելու փորձում ենք անել որպեսզի բացահայտվի հասկանանք թելերը դեպի ուր են տանում Ներկա իշխանության բարձրագույն ղեկավարներից մեկը այն ժամանակ ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր, բայց հիմա ինքը փորձում է բացահայտել, հա դուք այդ համոզումն ունեք այդ կարծիքին։ Ես այն կարծիքին եմ, որ եթե լինի հնարավորություն բացահայտման, այո, ներկայիս նախագահը, նախկին ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանը, այո, հնարավորության դեպքում կբացահայտի, ինքը անձամբ կբացահայտի, որովհետև այսօր կան մարդիկ, որոնք կասկած ունեն, որ կարող է նաև Սերժ Սարգսյանն էլ մեղավորություն ունենալ, բայց ես այն կարծիքին եմ, որ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի, անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի, միակ մեղավորությունը նրան կայանում մենք զրուցել ենք իրար այդ բազմիցս, որ այդ ժամանակաշրջանում ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքների մեջ, բայց այդտեղ նաև մեղավորությունը կա նաև իմ եղբոր, որովհետև չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, Վազգեն Սարգսյանին սպանելու փորձեր բազմիցս եղել են, խոսակցություններ ոչ թե փորձել, այլ խոսակցություններ, տարաբնույթ, տարբեր տեղերից, տեղին, անտեղին, մարդիկ ովքեր որ իհարկե ուզեցել են Եվ այս պարագայում, հոկտեմբեր 27-ի պարագայում, մի տեսակ Վազգենը նաև լսելով այդ թեմայի շուրջ նաև անլուրջ է մոտիկացել այդ հարցին։ Եվ բոլորն են անլուրջ մոտիկացել, որովհետև չեն սպասել, որ կարող է իրենց երկրի մեջ Վազգենը քննել, որ իր երկրի մեջ իր հայրը իրան կրակի վրա։ Այստեղ թերանալու խնդիրը նաև եւ ազգային անվտանգությունն որ անլուրջ են մոտիկացել, եւ Վազգենի եղբորս, որ թերահավատորեն է մոտեցել այդ հարցին, որովհետև մի քանի անգամ ինքը զգուշացել է մինչև Ինչքանով որ տեղյակ եք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, այո, հնարավորության դեպքում եւ այսօր մարդիկ քնած չեն, աշխատում են բացահայտել։ Ինչքան որ հնարավոր է։ Ինչու չունեն այդ հնարավորությունը։ Ինչն է խանգարում։ Ինչն է խանգարում։ Չգիտեմ, կարող ասել։ Այսինքն բաներ կա, որ չեմ կարող բարձրաձայն ասել, բայց աշխատում եմ որպեսզի գտնեմ։ Կան դեռ շանս